Առաջարկում եմ տեղափոխվել Իսրայել, մեզ հետ կապ է հաստատել իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր վերլուծաբան Արտյոմ Չեռնամորյանը, բարև ձեզ Արտյոմ։ Բարև ձեզ։ Դե ինչ այլևս փաստ է, որ գործ ունենք տևական եւ մասշտաբային պատերազմի հետ։ Այդպես է Արտյոմ։ Այո, ցավոք սրտի շատ անակնկալ ձևով այս պատերազմը սկսվեց եւ ամսու այդ 7-ի առավոտյան 6:30-ի շրջանում այնպիսի հզոր հարձակում հրթիռային տեղի ունեցավ Իսրայելի տարածքի վրա, որ անմիջապես ասենք Իսրայելի կառավարությունը պատերազմ հայտարարեց։ Այսինքն վերջին 50 տարվա ընթացքում նման պատերազմի հայտարարություն չէր հնչել Իսրայելի ղեկավարության շուրթերից եւ տեղի ունեցավ հազարավոր այսպես ահաբեկիչների, մարտասպանների, թալանչիների ներխուժում Իսրայելի տարածք։ Սա ես գնահատում եմ կառավարության հատուկ ծառայությունների եւ բոլոր հետախուզությունների բացարձակ ձախողումը։ Սակայն այս ձախողման համար պատասխանատվության ենթարկել այս պահին շատ սխալ է եւ սրանով է նաեւ պայմանավորված, որ հրեա ժողովուրդը փողոցներ դուրս չեկավ, ինչ որ մեկի հրահանգով, կանչով հերվից մոբիլիզացվեցին եւ հիմա առաջին խնդիրը Իսրայելի պետության ու ժողովրդի հաղթանակ տանելն է այս ահաբեկիչների նկատմամբ, որոնք հազարավոր մարդկանց ուղղակի մորթեցին, սպանեցին ու գերեվարեցին հայրից ավելի։ Ասում են հակառակն է տեղի ունենում։ Ընդդիմությունը միավորվում է գործող իշխանությանը եւ ձևավորում ազգային միասնության կառավարություն։ Այո, հենց ես սրա մասին խոսում եմ՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ասենք 1-2 կրակոցից հետո ինչ որ կանչեր են լինում եւ ժողովուրդը որոշ մասը ընդդիմադիր կոչված փողոցներ է դուրս գալիս, Իսրայելում որևէ մեկը հարձակում չկատարեց կառավարական որևէ շենքի վրա կամ քարեր անցորդների վրա չշպրտեց, միասնական, միասին, մեկ բռունցքով ստեղծվել է այժմ ազգային համերաշխության կառավարություն, ստեղծվել է առանձին նեղ կաբինետ, որը ղեկավարում է Նատանյահուն 3 գեներալներով, որից 3 գեներալներով, որից 2-ը ընդդիմադիր են եւ նախկին պաշտպանության բանակի մեկը Բենի Գանցն է, մյուսն էլ Այզենկոտն է, որը նաեւ շտաբի պետն է եղել հրեական բանակի եւ ներկայիս պաշտպանության նախարարն է, այսինքն 3 հզոր գեներալներ ներկայիս եւ նախկին եւ Նատանյահուն, նրանք հիմա այս ռազմական ծանր պայմաններում որոշումներ կայացնող հիմնական մարտիկ են։ Արտյոմ, ասում են Եգիպտոսը նախազգուշացրել է սպասվող հարձակման մասին։ Ճիշտ է այդ տեղեկությունը։ Ես չեմ կարող այդ տեղեկությունները հաստատեմ, որովհետև եթե տեղեկացրել է, ապա ինչու իսրայելյան հատուկ ծառայությունները այդ մասին չեն զեկուցել Նատանյահուին կամ ինչու այդ ստորաբաժանումները, որոնք սահմանապահ ուժերն են եւ այդ սահմանապահ զորամասերը կիսադատարկ էին եւ այդ ուղեկալները մարդ չունեն։ Ուղղակի այս հարձակումը շատ ժամանակին էր պլանավորված եւ գուցե այս Համասի մարտիկները մեկ տարուց ավելի Դե հենց զարմանքը այստեղ է։ Իսրայելի նման պետության հետախուզությունը չի կարողացել հայտնաբերել այդ նախապատրաստական։ Ես հենց այդ ուզում ասել, պատկերացրեք, այսինքն մի պետություն, որը 3.5 միլիարդ ծախսել է միայն այս անվտանգության պատի վրա եւ այս տեսախցիկները, տարբեր տեսակի այս շարժումներն, արձանագրող սարքերը, իրենց ԱԹՍ-ները, այդ տասնյակ ուրեմն արբանյակները, հետախուզությունը ներքին ու արտաքին արաբների շրջանում ունեցավ այդ հարյուրավոր լրտեսների ցանցը, միթե ասենք որևէ մեկ այս ամբողջ համակարգից չտեղեկացրեց, որ նման խոշորացաբար հարձակում է տեղի ունենալու եւ եթե նույնիսկ Եգիպտոսն էլ տեղյակ պահեր, նրանք իմանային, որ որևէ մի փուլում հնարավոր է ասենք զինվորներին ազատ չարձակեն, որպեսզի մարդիկ գնային իրենց տներ, իրենց հարազատների հետ այդ Սուկոտն ու Սիմխաթ Տորա տոներն անցկացնեին։ Եվ նաեւ սրանով է գուցե պայմանավորված, որ Իսրայելի համար իրոք անակնկալ էր եւ այսօր շատ թերթեր Իսրայելում գրում են, որ հոլոկոստից հետո սա առաջին խոշոր հրեա ժողովրդի սպանությունն էր։ Այսինքն այն ինչ եղել է տեղի է ունեցել հենց առաջին օրը, այդ բարձրաստիճան զինվորականների գերեվարումը, պատանդների պատանդառությունը։ Այո։
Մինչև ժամը 10 արդեն 10-ից հետո արդեն կարելի ասել երեկոյան արդեն իսրայելյան ուժերը վերահսկում էին արդեն ողջ տարածքը այդ ներխուժած տարածքները մինչև ժամը 12-ը Հիմա սահմանը վերականգնված է Պաղեստինի Այո, վաղուց է վերականգնված նույն օր գիշերը ժամը 12-ին վերջին հենակետը որ ընկավ դա Սդերոտ քաղաքի ոստիկանական բաժիններ, որի կադրերը որ հիմա նայում ես, մի հատ կիսախարխուլ, կիսակառույց ոնց որ հիշես։ Կիսավեր։ Լավ, կա արդեն որոշակի պատկերացում, ինչը դարձավ այս անգամ կամ ինչը հասունացրեց այս բախումը։ Էլի են եղել, չէ՞ նման կոնֆլիկտներ, բայց ոչ նման մասշտաբի։ Այո, ես վստահ եմ, որ այստեղ արտաքին ուժերի մատը խառն է հաստատ որովհետև մեկ տարվա ընթացքում սրանք անընդհատ զորավարժություններ են անում եւ ինչու հենց հիմա արձակվեցին հիմա այս պահին արձակվեցին հարմար առիթ էին ման գալիս սա միանշանակ հայկական տոներն էին որ ասենք ոստիկանական ուժերի մի մասը տեղում չէր եւ օրինակ ես շատ գերմանական մամուլին եմ հետեւում օրինակ Bild այս բարբերականը գրում է Ռեբեկա Շոնենբախի ուրեմն կարծիքը, որը հայտնի վերլուծաբան է Գերմանիայում, որ սրա հետևում կանգնած է Իրանն ու Ռուսաստանը։ Այսինքն տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու արևմուտքի ուշադրությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից շեղելու համար է սա կազմակերպել։ Այսինքն Արցախում հարցը մասամբ լուծեցին Հայաստանին չքաշեցին պատերազմի մեջ, չներքաշվեց Հայաստանը պատերազմի մեջ, որպեսզի Հայաստանը դառնար ծայրագավառ ու գործներ անկախությունը սրանք էլ մեր մեղրի միջանցքով երթևեկեին եւ որպեսզի նոր օջախ գտնեն եւ նոր ուշադրություն արևմուտքի սևեռեն Ուկրաինայից հեռու այս խնդիրներին որոշեցին իմ կարծիքով հենց այս ռազմաճակատը բացել եւ հիշեք Մեդվեդևի հայտնի խոսքը հենց ամսու 7-ին, երբ որ նա հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ կլինի Ուկրաինայից իր ուշադրությունը տեղափոխի դեպի իր դաշնակից Իսրայելի խնդիրները լուծելու համար։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ երեք հայտարարեց, որ մենք կանգնած ենք մեր դաշնակցի կողքին եւ մենք ունենք բավարար ուժեր եւ Ուկրաինային աջակցելու եւ Իսրայելին աջակցելու։ Հիմա կարծես թե պարզ է եւ հրապարակային ովքեր են օգնում Իսրայելին։ Իսկ ովքեր են կանգնած Համասի հետևում։ Դե ինչպես որ ասեցի, Համասի հետևում օգնում, այս պահին օգնում Համասին։ Այս պահին ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է օգնել, չունի նախ հնարավորություն Գազայի գոտին ամբողջությամբ շրջափակված է, անջատված է լույսը, ջուրը, գազը, բոլոր տեսակի կոմունալ ծառայությունները, էլեկտրականություն եւ ինտերնետային կապ եւ հեռախոս։ Բայց Իսրայելը այս պահին ամբողջությամբ հրթիռակոծման տակ է։ Այո, նույնիսկ այդ պայմաններում ոչ ամբողջությամբ, միայն հարավային շրջանները եւ մասամբ կենտրոնը։ Հյուսիսում այլ ուժեր են գործիքել իրենց հրթիռները։ Այնտեղ որտեղ դու ես գտնվում Մենք երկրի կենտրոնում ենք, մենք ունենք այստեղ հայկական համայնք, խոսելով Իսրայելի հայկական համայնքի մասին պետք է ասել, որ ունենք մոտ 10,000 հայ Իսրայելում եւ երկրի կենտրոնում մոտ 3,000 հայ է ապրում, իսկ հարավում մոտ 500, 4-5 քաղաքներ կան հարավում, որոնք ամենաշատ հայերով են բնակեցված, Բերշևան, Կիրյատ-Գաթ, Աշկելոնը, Աշդոդը եւ բարեբախտաբար Սդերոտում ես մի 10 քանի տարի առաջ գիտեի, որ հայ ընտանիք կար 2 եւ նրանք այնտեղից հեռացել են, եթե չեմ սխալվում, չունեմ Սդերոտից դժվարների մասին տեղեկություններ եւ այս քաղաքները հիմնականում հարավային շատ ծանր իրավիճակ է այստեղ ստեղծվել, երբ մարդիկ օրերով ռմբապաստարաններից կամ այդ հատուկ պաշտպանված սենյակներից չեն կարող դուրս գալ, դուրս ես գալիս մի քանի վայրկյան հետո անմիջապես նորից օդային տագնապ է հնչում, նորից պետք է վազես, երեխաներին հավաքես, որպեսզի ես ռմբապաստարան, այսինքն անընդհատ այս ռմբահարումների սարսափը աչքերիդ է։ Իսկ ինչ վերաբերում է կենտրոնին, մի քանի անգամ ասեցի, որ մեր մոտ իրավիճակը հանգիստ է եւ հենց այդ պահին հրթիռները սկսեցին բաց թողնվել համազարգերով մեր քաղաքների վրա, ուստի վախենում եմ նույնիսկ ասել, թե մեր մոտ ինչ իրավիճակ է այժմ, բայց հանուն արտահայտության պետք է ասել, որ այս գիշեր հանգիստ քնել ենք,
գոնե մի քանի կենտրոնական քաղաքների բնակիչները, չնայած մի քիչ ավելի հարավում գտնվող մեզանից կենտրոնից Ռիշոն Լեցիոն քաղաքն է, ցավոք սրտի անընդհատ հայտնվում Թիրախում, Ռիշոն Լեցիոնը, Խոլոնը, Բատյամ քաղաքը, մեր հայրենակիցներն են այստեղ շատ փոքր հասակ երեխաներ ունեն, երիտասարդ հայկական ընտանիքներ կան, վերջերս Հայաստանից նաև Իսրայել տեղափոխված եւ կարծում եմ, որ արդեն հասունացել է այն պահը, երբ որ Հայաստանի կառավարությունը պետք է իր ուշադրությունը նաև մեր վրա սևեռի։ Հա, հիմա մենք այդ մասին կխոսենք, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է Իսրայելում բնակվող հայերը, ենթադրում եմ Իսրայելի քաղաքացիներ են, նրանք այս զորահավաքներին մասնակցում են։ Իհարկե մասնակցում են, այսօր շատ մեր պատանիներ կան, որ այս պահին գտնվում են Իսրայելի բանակում ծառայում են, շատ տղաներ կան, որոնք որ գիտեք թե հայեր իրենց առանձնահատկությամբ շատ յուրահատուկ են եւ հատկապես Իսրայելի բանակում այնպիսի սպաներ ունենք, այնպիսի մասնագետներ ունենք, որ ես կերազեի, որ այդ երիտասարդներին այսպես խմբով հավաքեինք ու բերեինք, ասենք Հայաստան, որպեսզի այդ իսրայելյան տեխնոլոգիաները եւ ասենք ողջ գիտելիքները փոխանցեին հայկական բանակին եւ իհարկե մեր երիտասարդները ստանում են հաղորդագրություններ բանակից անմիջապես մոբիլիզացվելու եւ մեկնելու ասենք իրենց համապատասխան ստորաբաժանումները եւ սա իրոք մտահոգիչ է մեզանում որովհետեւ ես հիշում եմ տարեթիվ ուղղակի չեմ կարող հիշել թե որ թվականն է երբ մենք մեկ գործրեցինք մեկ հայորդի դա մեր հայտնի դիրիժոր Վագն Պապյանի որդին Դավիթ Պապյանը, հա, երբ որ Հայաստանից նա եկել էր Իսրայել եւ անմիջապես զորակոչվել էր եւ շրջափակման Համասի, այն նույն հենց Համասի գրոհայինների կողմից շրջափակման մեջ ընկնելով կարողացավ իր ընկերների կյանքը փրկել եւ իր կյանքը զոհաբերեց հանուն իր ընկերների փրկության այդ օրերը հիշում եմ այնքան ծանր ենք տանում երբ որ մեր պատանուն ասենք ուղղակի բարեր չեն գտնում թե ասենք հայտմահու սերժանտի կոչման արժանացրեցին հերոս տղայր իր կյանքով փրկեց իր ընկերներին սակայն այդ տղան չկա մեր հետ չէ իր ընտանիքի հետ չի Արտեմ Հայաստանի դեսպանատունը արդեն հայտարարություն է տարածել երևի տեղյակ ես եւ թեժ գիծն է հրապարակել նրանք ովքեր կցանկանան վերադառնալ գալ Հայաստան կօգնի դեսպանատունը նրանց Տեսեք, այո, եղել է հայտարարություն, դեսպանատունը մենք դեսպանատան հետ հարաբերությունները պաշտպանում ենք, կապը անընդհատ կա, ողջ օրվա ընթացքում սկզբում թեժ գիծը աշխատեց եւ թեժ գծից հետո այնուհետեւ տեղադրվեց դեսպանատան այն էլեկտրոնային հարցեն, որին ասենք մարդիկ կարող են իրենց փաստաթղթերն ուղարկեն արդեն գրանցման հետ կապված Զուգահեռաբար, քանի որ մենք Պետախտիկվայում ունենք հայկական միություն, որը կոչվում է Պետախտիկվա Իսրայելահայերի միություն, որը Իսրայելում գործում է 2004 թվականից եւ պաշտոնապես 2005 թվականից, մեզանում սա արդեն այս ռազմական գործողությունները կարծես թե դարել են սովորական երևույթ եւ անմիջապես արդեն պատերազմի երկրորդ-երրորդ օրը ձևավորում ենք արագ արձագանքման այսպես օպերատիվ տեղեկացման շտաբ անմիջապես կապ ենք հաստատում տարբեր քաղաքներում գտնվող մեր հայրենակիցների հետ, մեր երիտասարդների հետ ու փորձում ենք ճիշտ է մենք քաղաքից դուրս չենք կարող գալ ամբողջ մայրուղիները կիսափակեն շատ դժվարություններ կան, ասենք հրթիռահարումների ժամանակ մի տեղից մի քիչ հրթիռահարվող վայրից տեղափոխվել շատ ավելի վտանգավոր վայրեր, ասենք հայերին օգնության հասնելու համար, բայց տեղում ունենք շատ հուսալի հայորդիներ, շատ իսկական հերոս տղաներ, որոնք Աստված մի արածը ցանկացած դեպքում մեկ զանգի միջոցով կարող են օգնության հասնել, մենք էլ ցուցակներ ենք նաև պատրաստում, ցանկանալով հասկանալ, թե տարհանում եթե տեղի ունենա Հայաստանի Հանրապետության կողմից, ինչ քանակի մասին է խոսքը, շատ երեխաներ կան, շատ տարեցներ կան իրենց ծնողների հետ, մայրեր, երեխաներ, մանուկներ եւ հասկանում եք մեր համայնքը իր այս վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ընդամենը 2 անգամ է դիմել Հայաստանի կառավարությանը։ Մեկ անգամ 2006 թվականին երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, որը այնպիսի ծանր հոգեբանական
վիճակի մեջ է դրել մեր հայրենակիցներին, որ 2006 թվականից մինչև 2023 թվականը այդքան տարի անցել, այդքան ռազմական օպերացիաներ 50 օր, 20 օր, 15 օր տևած, որևէ մեկ անգամ մեր համայնքը չէր դիմել Հայաստանի կառավարությանը ներսում ունենալով այդ ծանր հիշողությունները, երբ որ Քոչարյանի կառավարությունը մեր համայնքի հյուսիսային քաղաքների Հեզբոլլահի ռմբահարումների արդյունքում, երբ որ ընդհանրապես քաղաքում մնալու հնարավորություն չկար եւ Հայֆա քաղաքի հարյուրավոր շենքեր էին վնասվել, դիմել են կառավարությանը, որպեսզի ինքնաթիռ տրամադրեն, ինքնաթիռը Արմավյան տրամադրել էր, գումարները վաճառել են երկկողմանի տոմսեր, ինչալոց բավական թանկ գներով այդ տարիներին, հայերին հասցրել էին Հայաստան, հետո հետ գալու թռիչքը հետաձգել էին։ Եվ մարդիկ ուղղակի ջարդում էին ավիո այսպես դրամարկղների դռները, որպեսզի գոնե մի մասը դրամական փոխհատուցում ստանա, որպեսզի թեկուզ իրենց գումարներով մի մասը հետ եկավ, մի մասն էլ այսպես $200, $260, այսպեսի սիմվոլիկ գումար ստացան հետ, որ ուրիշ չվերթներով կարողանան հետ վերադառնալ, եւ այս դեպքից հետո սա երկրորդ անգամ է, որ համայնքը իրոք արդեն օգնության կարիք ունի։ Հա, իրոք արդեն դիմել ենք հիմա կառավարությանը եւ եկել է հասունացել այն պահը, որ գոնե մեր երեխաներին, մանուկներին ու ծնողներին ու մեր հարցերին պետք է այստեղից դուրս անենք, սակայն կարելի է ես մեկ նախադասություն էլ ասեմ, մեր համայն տասնյակ տարիներ ընդհակառակը միշտ օգտակար է եղել Հայաստանի Հանրապետության, Արցախին եւ պատերազմներին եւ մինչեւ այսօր նույնիսկ այս վիճակում ծանր Հայֆայի հայկական համայնքը շարունակում է արցախահայերին հումանիտար օգնություն հատկացնել արդեն Հայաստանում ցավոք սրտի եւ այս պարագայում մենք երբեւե որևէ ծանր բեռ Հայաստանի Հանրապետության համար չենք եղել։ Հասկանալի է, մեր կառավարությանը եւ հիմա աստեն այս պատերազմական իրավիճակից բոլորն էլ ունեն տներ Հայաստանում, բոլորն էլ կառավարության հասկանալով որ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծվել եւ մենք գնալով ընդառաջ չենք ուզում ոչ հյուրանոցներ, ոչ ինչ որ մնալու վայրեր, ոչ գումարներ, որ մեր տոմսերը գնեն, այլ ուղղակի մեր երեխաներին թող գոնե մի մեկ ինքնաթիռ ուղարկեն, կարողանան ուղարկել մեր երեխաներին ուղարկենք Հայաստան, որ մենք էլ իմանանք թե այստեղ ինչ ենք անելու։ Արտյոմ, հիմա Գազայի հատվածը ամբողջությամբ շրջափակման մեջ է։ Այո, ամբողջությամբ շրջափակման մեջ է, այն ժամանակ էլ մեր մեջ, եթե այսպես խոսենք շրջափակման մեջ էր, այնպես չէ որ Գազան այսպես ազատ ելումուտ ուներ, բայց Եգիպտոսը իր հսկիչ անցագրային կետը Ռաֆիախը փակել է եւ պատրաստ չէ ընդունելու այս պաղեստինյան Գազայի կոտուց, ասենք, փախչող ժողովրդին, ոչ մեկ պատրաստ չէ, պատկերացնում եք, ասենք, երկու արաբական պետությունները հարևան, ոչ Հորդանանը եւ ոչ Եգիպտոսը պատրաստ չէ պաղեստինցիներին ընդունել։ Հորդանանում բնակչության 80%-ը պաղեստինցի է բնիկ, պաղեստինցիներն եւ այնտեղ տեղ են նախորդ պատերազմներից այն վրանային այսպես փախստականների պահպանվում են այս շինությունները, փախստականների ճամբարները եւ իհարկե այս պետությունները հնարավորություն ֆիզիկական չունեն, որպեսզի մեծ քանակությամբ մարդ ընդունեն։ Եվ նաեւ մեկ թիվ ցեր թույլտվությամբ ես ուրեմն ներկայացնեմ Գազա, երբ որ խոսում ենք Գազա քաղաքի տարածքով 1,200,000 մարդու մասին ենք մենք խոսում։ Սա Արցախի նման չի 100,000, հասկանում եք։ Այնտեղ 1,200,000 մարդ է ապրում։ Եվ այս անտանելի իրավիճակը, որ ստեղծվել է այս ահաբեկիչների պատճառով, ասենք դուք պատկերացրեք, թե ինչպիսի հիմի թշնամանք կարող է առաջանալ հենց արաբների ներսում, որովհետև հենց արևմտյան ափը Մահմուդ Աբասի կառավարությունը ճիշտ է քննադատում են Իսրայելը։ Լավ, եթե ամբողջ Գազան շրջափակված է, այդ ուժերը ինչքան կարող են դիմադրել Իսրայելի հարձակմանը։ Չեն կարող դիմադրել։ Չեն կարող են ուղղակի քաղաքային, ոչ չեն կարող։ Քաղաքային պատերազմ եթե սկսվի, Իսրայելը ներողություն մեծ Դե կա չէ այդպիսի տրամադրություն, ցամաքային ներխուժման են պատրաստվում Իսրայելից։ Այո, ցամաքային ներխուժման են պատրաստվում եւ հիմա կաբինետը հենց այս հարցն է քննարկում, եթե Իսրայելը չէ ցամաքային օպերացիա իրականացնի, այս ամբողջին նույնիսկ մի քանի տարի հետո կվերադառնան։ Այսինքն այն ինչ որ տեղ ունեցավ կարող է շատ ավելի վատ տեղ ունենա։ Դե հիմա էլ հայտարարվեց, որ շրջափակումը մի դեպքում կբացվի, եթե վերադարձվեն բոլոր պատանդները Իսրայելի։
Այո, բայց դուք լավ գիտեք, որ արաբները դրան չեն գնա։ Ես հիշում եմ Գիլադ Շալիթի պատմությունը, երբ որ մեկ զինվորին, մեկ պատան զինվորի փոխարեն 1000 հատ այլունոտ ձեռքերով ասպան ահաբեկիչ մարդ սպանած ու մորթազներին բաց թողեցին։ Եվ պատկերացեք հիմա 95-ից ավելի պատանդ ունեն, երեխաներ, ծեր մարդիկ, հղի կանայք, մանկահասակներ, նահատիններ, այնքան մարդ են հավաքել, այսինքն ինչ խուժան որ ներթափանցել էր ամեն մեկն իրեն համար, այսպես ոնց որ այսպես մոդա էր դարձել, հա, ժողովրդի լեզվով ասած, ամեն մեկը իր սեփական ստրուկը կամ հրեա քերին ունենա, այսպիսի իրավիճակ։ Պատկերացնում ես, Էրդողանն ասում է, Պաղեստինը զրկված է ջրից ու էլեկտրաէներգիայից, որտեղ են մարդու իրավունքները, ասում է Էրդողանը։ 9 ամիս որտեղ են մարդու իրավունքները Արցախում։ Մեկը լինի հարցնի Էրդողանին։ Սա իրոք շատ այստեղ շատ ծիծաղով, այսպես քմծիծաղով ընդունեցին Էրդողանի այս ասածները, քանի որ երբ որ Էրդողանի կողմից ֆինանսավորվող այն իսլամիստները Սիրիայում երբ որ մորթում էին քրդերին, մորթում էին, ասենք եզդիներին, հա, քրիստոնյաներին, այդ ժամանակ որտեղ էր այս նույն Էրդողանը, երբ որ մորթում էին քրիստոնյա բնակչությանը Սիրիայի, չէ, Պալմիրայի տարածքում։ Եվ որտեղ է այդ Էրդողանը, երբ որ 5000 իր ահաբեկիչներին ուղարկում էր Հայաստան, այսինքն մեր Հայաստանի սահման, Արցախի սահման մեր հայ երիտասարդներին մորթելու համար, իրենց 5000 սիրիացի վարձկաններին, որ ուղարկեցին մեր դեմ պայքարելու։ Ու սա Էրդողանի հասարակ սովորական այսպես ոչ զարմացնող հայտարարություններն են, այս կերպարը միշտ մութ ջրում, պղտոր ջրում ցուկ որսալու հին է, այսպես ասած աղվեսներից է, որ միշտ փորձում է ցանկացած այսպես հակամարտության մեջ Թուրքիային հեգեմոն դիրք հաստատել եւ հիշեք ուկրաինական այս պատերազմը, երբ այսպես մեկ անգամ հաջողվեց, հա, այս ցորենի գործարք իրականացնել, երկրորդ անգամ արդեն դուրը ցույց տվեցին նրան, հիմա էլ եկել է այս կողմ ուզում է կնքահայրը դառնա արաբ ժողովրդի, Երուսաղեմի արևելյան անջատման, հանուն փրկության եւ երկու պետությունների ստեղծման, գաղափարախոսության որպես ջատագով, սակայն տեսեք Ամերիկայի Միացյալ Նահանգները եկավ տարածաշրջան, այսօր Բլինկենն է այստեղ 2 ժամ առաջ մոտավորապես ավարտեց նրա մամլո ասուլիսը Բենյամին Նեթանյահուի հետ եւ 3 չոր առաջ հիշեք Բայդենի հստակ մեսիջը բոլոր այն աշխարհի պետություններին, որոնք հանկարծ թարս կնային Իսրայելի ուղղությամբ, հա։ Ես ուղղակի երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Իսրայելի մակարդակին հասնի եւ ունենա նման դաշնակից, որը մեկ ավիակիրով հիմա երկրորդն է ճանապարհին հասնելու է արդեն Իսրայելի ափեր, հա, գեր ժամանակակից մինչեւ ատամները զինված ծովային հրետանի մարտիկներով, այս հատուկ նշանակության ջոկատներով, F-35 ինքնաթիռներով, ուղղաթիռներով ամենաարդիական, իսկ մենք Հայաստանի Հանրապետությունս այսօր նույնիսկ մեկ նորմալ, ասենք, դաշնակից, որի հետ նորմալ Արդյոք այս պահին խաղաղ է, չէ՞ ձեր քաղաքում։ Այս պահին գրակոչներ չկան։ Հենց այս պահին հանգիստ է, անկեղծ ասած 2 ժամ առաջ պայթյուններ են լսվում պատուհանից, երբ որ նստած էի, բայց հիմա բարեբախտաբար այս պահին հանգիստ է։ Շնորհակալություն, որ միացավ մեզ, Այսքանը։